Ողջունում եմ մեր բոլոր սիրելի հետևորդներին, հատկապես նրանց, ովքեր հասցրել են մեզ կարոտել, սիրով տեղեկացնում եմ, որ տանիքներից դուրս ոդկասթը վերադարձել է այս անգամ ձմեռային եթերաշրջանով։ Միասին մենք կբացահայտենք գյուղական կյանքի հետաքրքիր նրբությունները, այս անգամ արդեն հետաքրքիր նոր թեմաների շրջանակներում։ Այսօրվա մեր հյուրն է Գոհար բրենդի մենեջեր, ինչպես նաև Կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խմբի ամենաակտիվ անդամներից մեկը Հասմիկ Պետրոսյանը։ Ողջույն Հասմիկ ջան։ Բարև Հրաչ ջան։ Նախ շնորհակալություն մեր հրավեր ընդունելու համար եւ մեր հետևորդներին հիշեցնենք, որ այսօրվա մեր թեման թե ինչու մարդիկ քաղաքից գնում են գյուղ եւ սկսում են այնտեղ գործունեությամբ զբաղվել։ Կիսվելով նաև ձեր փորձով։ Սիրով։ Մեր հարցազրույցը, մեր եթերը սկսենք արդեն իսկ շաբլոն դարձած արտահայտությամբ։ Ծնվել մեծացել եմ քաղաքում, բայց եկավ մի գեղեցիկ օր, որ մենք որոշեցինք գնալ գյուղ։ Եվ այսպես ձեր պատմությունը ինչպես սկսվեց։ Մեր պատմությունը իրականում հորս ցանկությամբ է սկսվել, բայց դա արդեն անհրաժեշտություն էր գյուղ գնալը, որովհետև Գոհարը, գիտեք, Գոհարը նկարիչ է եւ արդեն գրավել էր մեր ամբողջ բնակարանը ու մենք արդեն էլ տեղ չունեինք ապրելու։ Հայրս մեծ տուն էր փնտրում ու շատ պատահաբար այդ մեծ տունը գտավ գյուղում ու երբ ասաց, որ լավ տուն է գտել եւ այլն, ճնշող մեծամասնությունը դեմ էին դրան, որովհետև գյուղում էր տունը, բայց երբ արդեն տունը տեսանք ու երբ տեսանք, թե որտեղ է տունը, որովհետև տան տեղն էլ էր շատ հետաքրքիր, այլ որևէ հակառակ կարծիք չմնաց ու վաճառեցինք քաղաքի բնակարանը, տեղափոխվեցինք գյուղ։ Այսինքն մինչ այդ ինչ որ քննարկում քաղաքում գործունեություն ծավալելու չի եղել, միանգամից որոշեցիք գնալ գյուղ։ Այդ ժամանակ որ տեղափոխվել ենք, Գոհարը դեռ ուսանող էր, բայց արդեն հասցրել էր այդ ամբողջ իր նկարներով, կտավներով տունը գրավել։ Այդ ժամանակ հենց չէինք էլ մտածում, որ այդ գյուղի այդ տանը ինչ որ գործունեություն կծավալվի, պարզապես տունը անհրաժեշտություն էր, որպես մեծ տարածք եւ լուսավոր սենյակներ միայն նկարելու համար։ Ու հետո մնացած արդեն հետո եկավ, ինքնաբերաբար ստացվեց մնացածը։ Իսկ հետաքրքիր է ընտրությունը, երբ կանգնեց Հացիկ գյուղում, չէ՞։ Հացիկ գյուղում եք դուք ձեր գործունեությունը ծավալում։ Դուք նաև այլ տարբերակներ փորձել եք քննարկել ուրիշ գյուղեր, թե միանգամից Հացիկ։ Չէ, որովհետև երկրաշարժից հետո էլի գյուղում էինք ապրել, բայց մի քիչ ավելի հեռու էր քաղաքից, մոտ 30 կիլոմետր հեռու էր եւ այդ ժամանակ բավականին դժվար էր ուսման հարցը կազմակերպելը, քաղաքի հետ սերտ կապը պահելը, որովհետև նաև Գոհարը այդ ժամանակ պարապմունքների էր գնում նկարչական գեղագիտական կենտրոն նկարչության դասերի եւ այդ ժամանակ առանց որևէ այլևայլության էինք քաղաք տեղափոխվել, որովհետև այդ ժամանակ էլ դա էր անհրաժեշտությունը։ Իսկ այս անգամ ընդհանրապես գյուղը չէր քննարկվում, միշտ տուն էին փնտրում քաղաքում ինչ-որ մի թաղամասում, բայց ստացվեց այնպես, որ Հացիկում տունը հայտնվեց, շատ հարմար ձևով, այդպես տեղափոխվեցինք գյուղ։ Իսկ որոնք էին առաջին դժվարությունները կապված գյուղ տեղափոխվելու հետ։ Ճանապարհները շատ վատն էին ու կար մի ժամանակ, որ ես հազիվ էի համոզում տաքսիստներին գնալ Հացիկ, նույնիսկ շատ դեպքեր են եղել, որ հրաժարվել են տաքսիստները, վարորդները չեն տարել։ Ու ես ստիպված փնտրել եմ մեկ այլ տարբերակ, բայց հետո հիմա արդեն այդ խնդիր չկա, ու գոնե այդ մեծ ճանապարհ, գլխավոր ճանապարհը արդեն հարմար է ու շատ արագ են հասնում իմ տանից մինչև Գոհարի տուն, ընդամենը մի 4-5 րոպեվա ենք հասնում, շատ արագ ենք հասնում։ Իսկ մտածելակերպի հետ կապված խնդիրներ կամ դժվարություններ եղել են, որովհետև միշտ այդ կարծրատիպը կա մեր մեջ, որ կա գյուղական մտածելակերպ ու քաղաքային մտածելակերպ ու երբ տեղափոխվում եք, ինչ որ խնդիրներ առաջ եկան։ Գիտեք, ինձ համար շատ զարմանալի էր գյուղաբնակների զարմանքը։ Քաղաքից եկան մեր գյուղ։ Նախ քաղաքից եկան։ Ահա։ Հետո եկան ու ընտանի կենդանիներ, պես սկզբում իհարկե մի փոքրիկ բան հայրս մտածել էր,
Բայց այդ ավանդական կենթանիներ պահել, գյուղատնտեսությամբ զբաղվել, որպես այդպեսին չկար, ու հետո երբ արդեն բիզնեսը հիմնադրվեց, դրա նկատմամբ զարմանք, այսինքն մարդկանց համար դա զարմանալի էր ու անսպասելի էր, թե ինչպես կարելի է գյուղում քաղաքից թողել եկել են գյուղում ինչ որ բիզնես են հիմնում, այս մարդիկ երևի մի քիչ տարօրինակ հետո, բայց էդ էլ էր հետաքրքիր, որ զարմանում էին մեր տուն եկող մարդկանց վրա, թե ինչպես է ստացվում, որ մարդկանց հետաքրքիր է այս տունը եւ այս տանը բնակվող նկարչուհին։ Հետո երբ արդեն բիզնեսը հիմնադրվեց, արդեն պրոդուկտ եղավ, վարպետաց դասեր եղան եւ այլն, հիմա արդեն շատ սովորական մի բան է, այսինքն գյուղ երբ մտնում են մարդիկ ու հարցնում են Գոհարի արվեստանոցի տեղը, մարդիկ սիրով ցույց են տալիս ուրախությամբ, գուցե նաեւ հպարտությամբ, որովհետեւ հացիկի մասին արդեն աշխարհում շատ տեղերում գիտեն, շատ երկրներում գիտեն ու որպես Գոհարի բնակավայր արդեն, որպես հետաքրքիր տեղ, հետաքրքիր գյուղ, որտեղ կա նաև սրբատեղիներ, այսինքն կարողացանք այդ գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող սրբատեղին, որը եւ Ծակքարը եւ 7 եղբոր սուրբը իրանք եւ հեթանոսական եւ քրիստոնեական չէ սրբատեղիներ են նույն տեղում, նույն վայրում կարողացանք դա դարձնել ավելի հետաքրքիր ու մարդիկ գալիս են ոչ միայն սրբատեղի, այլ գալիս են նաև սրբատեղի այցելելու համար արդեն չեմ ուզում այդպես ասել, բայց իրականում Գոհարի արվեստանոցը շատ ճանաչված է եւ հետաքրքիր վայր է մարդկանց համար ու գալիս են։ Այսինքն կարելի ասել գյուղում դուք կարծրատիպեր կոտրեցիք։ Կարելի է այդպես ասել, ահա։ Ու երկրորդ հարցը, քանի որ կարծրատիպերից խոսեցինք, երբ որ կինն է սկսում զբաղվել ձեռներեցությամբ, այդ դրան ինչպես մոտեցան գյուղաբնակները, հետաքրքիր է։ Երևի էլի մի քիչ զարմանք կար, բայց այդ ժամանակ, երբ Գոհարն ու հայրս որոշեցին բիզնեսը հիմնել, ես էի շատ թերահավատ պես կարելի ասել, որովհետև ես չէի մտածում, չէի կարող երևակայել, որ Գոհարի մոտ կհաջողի այնպես, ինչպես հիմա է ստացվել։ Մտածում էի, որ ինչ-որ մի բան կսարքի, երևի մի որոշ մարդկանց որոշ խավի գուցե հետաքրքրի իր պրոդուկտը, որպես պրոդուկտ, բայց շատ լավ է, որ ես սխալվեցի։ Այսինքն հաջողեց բիզնեսը եւ իր 3 կոմպոնենտներն էլ հաջողված են, այսինքն համ այդ խեցեգործ ապրանքը, որպես այդպիսին խեցեգործ պրոդուկտն է հաջողված ու շատ ընդունված ու սիրված մարդկանց կողմից ու հատկապես ճանաչված ու ինչն է ինձ շատ ուրախացնում, որ արվեստագետներն են շատ կարևորում ու գնահատում իր գործերը։ Այսինքն հասկացող մարդիկ նեղ մասնագիտական։ Հա, շատ են գնահատում, շատ հաջողված են վարպետաց դասերը, որոնք մենք կազմակերպում ենք եւ Հայաստանի զբոսաշրջիկների ներքնատուրիզմի եւ ներքին տուրիզմի համար եւ դրսից եկող մարդիկ եւ հայերը, հայրենակիցները սիրով են գալիս։ Եվ իհարկե հաջողված է աշակերտների ուսուցումը, որը մի այլ ու ավելի հետաքրքիր է ինձ համար, որովհետև այն հիմնվեց էլի պահանջարկից ելնելով գյուղում ապրող երեխաների համար։ Գոհարը կազմակերպում էր դասեր եւ այդ ժամանակվա աշակերտները արդեն ավարտել են ակադեմիան եւ կայացած մարդիկ են։ Ինչն է ավելի հետաքրքիր ինձ համար, որ ի տարբերություն տարածված էլի ձեր ասած կարծրատիպերի, որ գյուղից են գնում քաղաք մի բան սովորելու, մեր մոտ հակառակն է, քաղաքից են գալիս գյուղ ու շատ երեխաներ են գալիս սովորելու, նկարել, սովորելու, քանդակել, կավից ինչ-որ բաներ պատրաստել, սովորել այդ տեխնիկան ու ինչն է ավելի ուրախալի ինձ համար, որ Գոհարը աշխատում է նաև հատուկ կարիքներով երեխաների հետ,
եւ այդ երեխաների հետ շատ հետաքրքիր ձևով է ստացվում իր գործը ու պիտի ասեմ, որ բիզնեսի այս փոքրիկ բաղադրիչը անվճար է, այսինքն երեխայի համար դա անվճար է, այսինքն ինքը որոշել է, այո, ինքը որոշել է, որ ինքը ասում է ժամանակին ինձ են օգնել, հիմա եկել է իմ օգնելու ժամանակը։ Ինձ հետաքրքրում է, երբ որ Գոհարը տեղափոխվեց գյուղ, նրա աշխատելավոճը փոխվեց, երբ որ նա աշխատում էր օրինակ քաղաքում, այսինքն գյուղական միջավայրը նրա հոգեկան, հոգևոր աշխարհի վրա ինչ-որ ազդեցություն ունեցավ կամ զգացել եք նման փոփոխություն։ Գիտեք ինչն է հետաքրքիր իր պարագայում, ինքը հողի մարդ է, ինքն ու հայրս հողի մարդ են ու իրենց համար հողին կպած լինելը ոչ երրորդ հարկի բնակարանում ապրելը, այլ հողին կպած ապրելը շատ կարևոր էր։ Եվ իհարկե իր մեջ իր համար դա երանելի մի միջավայր է, այսինքն տեղ, որտեղ կարելի է տեսնել ու վերցնել շատ բան ու լավ զգալ դրա այդ միջավայրում ու այդ ամենի մեջ հարմարավետ զգալ։ Գյուղական էներգետիկան օգնեց փաստորեն։ Բայց պիտի խոստովանեմ, որ Գոհարի էներգետիկան էլ գյուղին է մի քիչ օգնում։ Հա, հետաքրքիր կոմբինացիա, մի խոսքով։ Այ օրինակ գյուղում, երբ որ մարդիկ որոշում են ձեռնարկատիրությամբ զբաղվել, ավելի կարևոր է ռեսուրսները, թե գաղափարը։ Կարծում եմ երկուսն էլ։ Գաղափարը շատ կարևոր է, բայց պիտի լինել իրատես եւ հասկանալ կարող ես դու դա իրականություն դարձնել թե չէ, դա շատ կարևոր է եւ պիտի հաշվարկել գոնե սպասելի ռիսկերը եւ հասկանալ թե ուր ես գնում, ինչ շուկա ես մտնում, ով է քո սեկտորը, այդ շատ կարևոր է ու ինչ ունես դու գյուղում, ինչ կա, որ կարող ես դարձնել իրականություն քո գաղափարը, ինչի հիման վրա կարող ես դարձնել եւ նաեւ ինչը կարող է խանգարել, որ ռիսկերն են, որ կարելի է կառավարել։ Գյուղում դեն ժամանակ ճանապարհները շատ վատն էին։ Կարող է օրինակ էլեկտրական սյուն շուրջ կա ինչ որ մի փոթորիկի ժամանակ կամ կարող է անձրևից լարը վնասվի ու դա վերականգնելու համար օրինակ պահանջվեն ժամեր ու կարող է այդ ժամանակ միացված է թրծման վառարանը, այսինքն այդ ռիսկերը կառավարելի չեն եւ այդ իմաստով կան դժվարություններ, բայց աշխատել ենք հնարավորինս բոլոր ռիսկերը կառավարել։ Իսկ դուք քանի տարի եղավ, որ արդեն գործունեություն եք ծավալում գյուղում։ Արդեն լրանում է 20-րդ տարի, մի քանի ամսից, մի 2-3 ամսից կլրանա։ Իսկ այդ 20 տարվա ընթացքում ձեր փորձառությունից ելնելով, ըստ ձեզ օրինակ գյուղում ինչ տիպի բիզնեսներ կարող են ստեղծվել, որոնք հաջողություն կունենան։ Ճիշտն ասած, ես հետո եկավ իմ զարմանալու հերթը, որովհետև երբ Գոհարը դիմեց կենտրոնական Շիրակ տախի անդամ դառնալու եւ հացիկը մտավ այդ խմբի մեջ եւ հայտարարվեց առաջին դրամաշնորհային մրցույթը, ի զարմանս ինձ շատ հետաքրքիր բիզնեսներ տեսա ես, որ կան գյուղում, այսինքն այդ ժամանակ ես գիտեի, որ կան 1-2 բիզնեսներ, բայց այդ մրցույթի ժամանակ շատ ուրախացա, որովհետև շնորհիվ տախի եւ շնորհիվ այդ դրամաշնորհային մրցույթի ես ճանաչեցի այլ մարդկանց ու շատ հետաքրքիր գաղափարների, որոնք հիմա արդեն իրականություն են։ Հետո արդեն երկրորդ, երրորդ դրամաշնորհի ժամանակ էլի ու մենք էլ արդեն խրախուսում էինք մեր ընկերներին, ծանոթներին, գյուղի բնակիչներին, որ դիմեն անպայման ու պատկերացրեք ահագին հետաքրքիր բիզնեսներ կան հիմա գյուղում։ Այսինքն կոտրել եք կարծրատեպերը, հերիք չէ, մի հատ էլ մարդկանց մոտիվացնում եք, արդեն օրինակ եք ծառայում։ Շատ լավ է։ Իսկ համագործակցություն կա այդ ծրագրերի միջև։ Հա, շատ սիրով աշխատում ենք իրար հետ։ Հատկապես աշխատում ենք туриզմի ոլորտում իրենց գործունեությունը ծավալող բիզնեսների հետ եւ իհարկե բնակիչները, ովքեր կարողանում են ապահովել ինչ-ինչ բաներ, որոնք մեր տուրիստները, որոնց կարիք մեր տուրիստները ունենում են։
Իսկ ձեր կարծիքով գյուղում այսօր մարդիկ ավելի ճիշտ քաղաքաբնակները թեկուզ ովքեր որ որոշել են տեղափոխվել գյուղ, ինչ որ բիզնես հիմնել եւ գործունեություն ծավալել, ինչն են ավելի ամենաշատը գնահատում գյուղական միջավայրում։ Կարծում եմ մաքրությունը եւ շրջակա միջավայրի, որը շատ կարեւոր է, եւ մարդկանց եւ բացի այդ նշածներս նաեւ գուցե աղմուկի բացակայությունը նաեւ, որովհետեւ շատ մարդիկ են գալիս մեզ հյուր, ովքեր փախնում են քաղաքի աղմուկից, փախնում են այդ արագությունից, արագ ընթացքից, ուզում են հանգստանալ եւ հետո ես իմանում եմ, որ ինչ որ մի տոկոսը, իհարկե փոքր տոկոս, բայց ինչ որ մի տոկոսը գնում է գյուղեր ու կամ տուն է գնում, կամ բիզնես է հիմնում, այսինքն տեսնում ես, որ մարդը հոգնում է այդ աղմուկից ու ես էլ եմ հոգնում ճիշտն ասած, բայց ցավոք դեռ այդքան ժամանակ չեմ ունենում փախնել իմ ուզած չափով ու ձևով գյուղ դեպի գյուղ։ Իսկ ի՞նչն է խանգարում։ Զբաղվածությունս։ Իսկ եթե դիտարկենք ժամանակակից գյուղը, ինչ դժվարություններ, խոչընդոտներ եք տեսնում, որ մարդիկ կամ մնան գյուղում, կամ ավելի շատ մարդիկ գան գյուղ։ Դե նայեք, հացիկը մոտ է Գյումրիին, ինքը քաղաքին մոտ է ու չես զգում, որ գյուղում ես, այդ իմաստով ենթակառուցվածքների մասով չես զգում, որ գյուղում ես ու չես նեղվում։ Բայց եւ մեր մարզում եւ Հայաստանում կան գյուղեր, որոնք շրջկենտրոնից բավականին հեռու են կամ քաղաքից բավականին հեռու են եւ ենթակառուցվածքների բացակայությունը, ճանապարհները վատ, այդ ամեն ինչը խանգարում են մարդկանց երեխաները պետք է ուսում ստանան, օրինակ, չգիտեմ, մարդը հիվանդ է պետք է հասնի կամ ամբուլատորիա կամ հիվանդանոց, այսինքն ինչ որ բաներ կան, որ ամեն դեպքում խանգարում են։ Եվ պետք է զարգացնել պերիֆերիան, ծայրամասերը պետք է զարգացնել, որպեսզի գյուղը կարողանա հզորանալ, իսկ պետության հիմքը իմ կարծիքով համենայն դեպս հզոր գյուղն է։ Կա նաև մի փոքրիկ կարծրատիպ եւս, որ ասում են գյուղերում աշխատուժի պակաս կա, կամ այդ տրանսֆորմացիան դուք տեսնում եք, որ ենթադրենք գյուղաբնակները կարող են մի ոլորտից մյուս ոլորտ տեղափոխվել։ Օրինակի համար մարդ զբաղվում է գյուղատնտեսությամբ երկար տարիներ ու որոշում է ինչ-որ նախաձեռնություն իրականացնել туриզմի ոլորտում։ Ինչպես է տեղի ունենում այդ փոփոխությունը, երբ գյուղատնտեսությունից туриզմ կամ այլ ոլորտ։ Կարծում եմ հիմա մի քիչ ավելի հեշտ է դա, որովհետև ինֆորմացիան շատ է հիմա։ Եթե այդ հարցը տայիք մոտ 20 տարի առաջ, այն ժամանակ կարծրատիպերը մի քիչ ավելի շատ էին եւ մարդիկ թվացial ռիսկերը ավելի շատ էին տեսնում, բայց հիմա ինֆորմացիան շատ է եւ հիմա դրսում էլ արտերկրում էլ այդ օրինակները շատ են, այսինքն կարելի է ցանկացած մի բանից ստեղծել ինչ-որ մի բիզնես։ Օրինակ ես երեք տեսել եմ հեռավոր գյուղերից մեկում ստեղծագործող երեխայի էջ սոցցանցերում, ով on-line բիզնես է անում, այսինքն այդ երեխան գործում է ինչ-որ բան ու սոցցանցով վաճառում է։ Մտածել է, որ կարելի է, իսկ կարող է մեծահասակը այդ մասին չմտածեր, բայց ինքը մտածել է։ Այդ կարծում եմ ինֆորմացիան է ու մի քիչ էլ մոտիվացված լինելը։ Շնորհակալություն շատ Հասմիկ ջան, եւ ուզում եմ տեղեկացնել, որ մենք հետաքրքիր challenge ունենք։ Մենք մեր յուրաքանչյուր հյուրից հարցնում ենք 3 հարց, եւ այդ հարցերին պետք է պատասխանի մեր հաջորդ հյուրը։ Խնդրում եմ 3 հարց Հասմիկի կողմից։ Այդ ինչ դժվար բան է։ Կապված գյուղական կյանքի կամ մեր այսօրվա թեմայի կամ առհասարակ տեղական ակտիվ խմբերի հետ լայն ասպեկտը։ Մի հարցը ինչ կփոխեիք հիմա գյուղում։ Եվ եթե ինքը գյուղաբնակ է, հենց իր գյուղում։ Մյուս հարցը ինչու՞ չի տեղափոխվում քաղաք ապրելու։ Դրամաբանական է։ Եթե ինքը գյուղում փոխելու բան ունի ու դժվար է այդ փոխելը,
չգիտեմ ինչ կլինի, բա ինչ չի տեղափոխվում քաղաք։ Եվ երրորդ հարցը ինչ կարելի է տալ։ Ինչն է ամենաշատը սիրում գյուղում։ Գյուղի կյանքում ինչն է ավելի հետաքրքիր իր համար։ Շնորհակալություն շատ Հասմիկ ջան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Եթե ես լինեի քաղաքաբնակ մեր զրույցից հետո, ինձ թվում է անպայման տեղափոխվեի գյուղ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ հրավիրելու համար։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա թողարկումը եւ միասին բացահայտեցինք, թե ինչու կարելի է եւ նույնիսկ անհրաժեշտ է տեղափոխվել գյուղական բնակավայրեր եւ այնտեղ սկսել նոր ձեռնարկատիրական գործունեություն ծավալել։ Շարունակեք հետևել մեզ, որպեսզի միասին բացահայտենք ավելի հետաքրքիր փաստեր մեր գյուղական բնակավայրերի մասին, իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։